Գործող իշխանությունը սպառել է իր վստահության պաշարը։ Երկրի առջև ծառացած համակարգային ճգնաժամը հնարավոր է հաղթարել միայն կառավարման մոդելի արմատական փոփոխությամբ։ Արաբկիրում հայտարարել է ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով հայկական պետականության ամենամեծ ձեռքբերումը անկախությունը այսօր ծառայեցվում է ոչ թե քաղաքացու բարեկեցությանը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու անհաջող փորձերի համար, ինչը երիտասարդ սերնդին դատապարտում է աղքատության եւ արտագաղթի։ Եթե ուզում ենք մեր երեխաները ամեն ինչը չտեսնեն, մենք պետք է երկրի ձևաչափը փոխենք, ժողովուրդ։ Երկրի մոդելը փոխենք։ Մեր հանրապետությունը ամենաթանկ բաներից է, որ մենք ունենք։ Մեր անկախությունը ամենաթանկ բաներից է, որ մենք ունենք։ Անկախությունը հնարավորություն է տալու մենք որոշենք ինչպես ենք շարժվելու։ Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, եթե մենակ այս ամեն ինչն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։ Մեզ պետք է նոր մոդելի պետություն, ժամանակակից, արագ, դինամիկ, որ տարածաշրջանի բոլոր երկրները վաղը մյուս օրը մեզանից օրինակ վերցնեն, որովհետև ինչպես այսօր նշել եմ, աշխարհում չկա տեղ, որտեղ դուք գտնեք աղքատ հայ, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար խնդիրը ոչ թե հայ ժողովուրդն է, աղքատությունը ոչ թե հայ ժողովրդի մեջ է, այլ աղքատությունը կառավարությունում է։ Դաշինքը, որը առաջնորդում է ազգային բարերար Սամվել Կարապետյանը, հանդես է գալիս հստակ սոցիալ-տնտեսական ծրագրով, շեշտադրելով գյուղմթերքի մթերման կայանների ստեղծումն ու արդյունաբերական նոր հզորությունների գործարկումը։ Նարեկ Կարապետյանը կոչ է արել արաբկիրցիներին եւ Հայաստանի մյուս բոլոր քաղաքացիներին իրենց քվեն տալ իրական փոփոխությունների օրակարգին, որպիսի ապագա սերունդները խուսափեն վերջին տասնամյակի դժվարություններից եւ ապրեն ինքնավստահ պետությունում։ Վարչապետ!